Ողջույն սիրելի հետևորդներ, ուզում ցույց տամ իմ այսօրվա գնումները։ Իմ հեռախոսով նկարեցի, տեղ չկար, հիմա չի ներբեռնվում, որ գցեմ YouTube։ Ու կիսատ մնաց վիդեոն, հիմա նորից գցեմ։ Ուրեմն, այսպիսի վիդեոները հիմնականում հետաքրքրում են դրսում ապրող հայերին, նաև հետաքրքրում է իրենց Հայաստանում գները։ Հիմա գնել ենք աղի սեմուչկա, սեմուչկան ամեն անգամ մի համյա լինում, մեկ լավը, մեկ չէ, հիմա չգիտեմ, այս անգամ ոնց է, կար մի ժամանակ շատ խոշոր էր ու շատ համով, ամեն անգամ տարբեր է լինում։ Վերցել ենք ցիկորի, բավականին մատչելի էր ցիկորին, բան ինչքան էր, 750 դրամ, ցիկորին 600 դրամի կարգի էր, 570, ցիկորի առաջի անգամ եմ խմելու, ընդհանրապես փորձած չեմ, միշտ առաջարկել են հրաժարվել եմ, հետո ծանոթացա, ուսումնասիրեցի, որ ինքը շատ օգտակար է, նաև օրգանիզմի համար, նաև նիհարողների համար, նյութափոխանակության համար, ու ինքը այս ծաղկից է պատրաստված, ինքը պես սուրճ չի, բայց սուրճի համ ունի, մի խոսքով կփորձեմ, հետո կկիսվեմ, արժե վերցնեք թե չէ, 200 գրամը 570 դրամ, ես այս նույնի մի փոքր ուրիշ տեսակը պատվիրել էի Օզոն խանութից, Ռուսաստանից, բայց արդեն 2 ամիս է սպասում եմ, մի անգամ եկավ տեղ չհասավ ու ցույց չէր տալիս, երբ կհասնի ստիպված այդմենից արի, երկրորդ անգամ նորից, նա 300 գրամը 920 դրամ էր, բայց մի քիչ ուրիշ համայնով։ Վերցրել ենք իկրա, իկրա, ձկնկիտ, և յոգուրտներ, ուրեմն մենակ այս տեսակի յոգուրտներ ես հանդիպել եմ Դոբրոցենում, ուրիշտեղ չեմ հանդիպել սրանք, Սիթիում ուշադիր չեմ եղել, սա հայկականն է, սա չեմ փորձել ես, միամիտ աչքովս ընկա վերցրեցի, ես հիմնականում յոգուրտները սիրում եմ դեղցի համով, կամ այնտեղ կա էկզոտիկ մրգերով, մարակուա նմանատիպ բաներով, մի խոսքով սա դեռ չեմ փորձել, չեմ կարող ասել լավն է թե չէ, սրանք բոլորը 400 դրամի կարգի էր, տվառոժնի տեսակը շատ եմ հավանում, բայց այս համը չեմ փորձել, չգիտեմ էլի համայնով լավն է թե չէ, կոնկրետ տվառոժնին լավն է, ցանկալի կլինի ունենան, ամեն տեսականի ունեի, տվառոժնից մենակ սա էր, այնտեղ կար ավելի մատչելի 260 դրամ, նանգջրիկ յոգուրտները համով չի, ես փորձել եմ շուտ, սա, ինչ էի ասում, այս համը չեմ փորձել, չերնիկի, բայց ցանկալի կլիներ դեղցի կամ տենց ավելի նուրբ համային, մի խոսքով կփորձեմ, բայց իմ փորձածները առաջ որ փորձել եմ, ելակով, կարծեմ դեղցով եկար, միշտ չի լինում, ասեմ ձեզ, նրանք քաղցրությունը լավն էր, այսինքն շատ քաղցր չի, ինչը որ լավ է, այս տեսակը նույնպես չեմ հիշում փորձել եմ թե չէ, ես այսպիսի բաներ գիտեմ, որ օրգանիզմի համար չի կարելի, որտեղ իր մեջ գմոներ շատ կա, շատ հազվադեպ եմ վերցնում, այս էլ այսպես, սրանք մի խոսքով 400 դրամի կարգի, սա, սրակինը չեմ հիշում, սա պսիլիում, սա իմ անցած վիդեոն է, որ նկարահանել եմ ծանրոցս օզոնի, ասեմ, որ ընդամենը 2 օր խմել եմ, արդյունքը շատ լավն է, նյութափոխանակության, ինքը շատ լավն է, շատ գոհ եմ, առաջի օրը ոչ մի էֆեկտ չեք զգա, հետո, քանի որ հիմա վիդեոյի նկար, որոշեցի սրանով է կիսվում, և ովքեր Հայաստանից դուրս են կարոտած կլինեն հայկական մատնակաշը, մի հատ ցույց տամ, սա էլ մեր հայկական մատնակաշը, կարծեմ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում չկա մատնակաշ, բատոններ են ուտում ստիպված, որ գալիս էին մեր ծանոթներից, մենակ հաց էին ուտում, որ կարոտ առնեին, բայց կարելի է անպայմանորեն պատրաստել, դժվար չէ, այս էլ մեծ տեսակը, մեկ էլ սենց տեսակը արդեն մաման կտրել է, ցույց տամ քունջութով, բարակ, սա լրիվ ուրիշ համ ունի, այս էլ այսպես, ուրիշ ինչ գրումներ ունենք, նրանք արդեն ձեզ հետաքրքիր չէ, այսքանը սիրելի հետևորդներ, հուսով եմ ձեզ հետաքրքիր է նման սեգմենտի վիդեոներ։